Դիսկուսը արդյոք կարելի է ընտրություններով հաղթել, չի կարելի եւ այլ այդ բավականին ծայրահեղացված է դիսկուսը էլի։ Սա է իմ կարծիքով, եթե հարցեր լինեն ավելի, որովհետեւ բան է էլի, շատ լայն բան դրվեց։ Գյումրիում հատկապես ինչը չներվեց իշխանությանը, ինչու պարտվեց։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ իրենք նաև վարչական ռեսուրս օգտագործեցին, ամբողջ թիմը այնտեղ էր, այնուամենայնիվ ինչու պարտվեց։ Այդ իր Փաշինյանի վերջին պահվածքներ, առնետավազք եւ այլն, թե այդ նախկիններ կան այլևս չի ազդում, թե այն Արցախի հարցը, ինչը չներվեց։ Տեսեք, իմ կարծիքով մասնավորապես նաև Գյումրին, ինչպես եւ շատ թիմ ընտրություններ, իրենք թեպետ պարզ է ցանկացած ընտրական գործընթաց, ընտրություն ինքը քաղաքական process է, հա։ Այլ հարց է, թե ինչպես է ընկալվում շատերի համար, ասենք թե շատ-շատերը այդ տեղական ընտրություններում տեսնում են հնարավորություն ինչ որ մարդու ընտրելով իրենց կենցաղային հարցերը լուծել եւ այլ, բայց ամեն դեպքում դա քաղաքական process է ու ինչքան համայնքը մեծ է, ինչքան համայնքը ավելի քաղաքականացված է եւ ազդեցիկ Հայաստանում, այնքան քաղաքական բաղադրիչը մեծ է լինում։ Հիմա Գյումրիում ամեն դեպքում թեպետ Գյումրին դա մեծ համայնք է, թեպետ Գյումրիում զգալի ազդեցություն ունի տեղական առանձնահատկությունները, այդ նույն թիմ ընտրությունների հետ բաները, սպეციფիկան, որի մասին մենք խոսում ենք, որ այնտեղ շատ մեծ նշանակություն ունի, ով է դրված, ինչ բան է, այսպես ասենք, բարեկամական կապեր ունի, ազդեցություն ունի, ինչ ճանապարհ է անցել, ինչ համբավ ունի այդ քաղաքում կոնկրետ մարդը, այն առաջի համարը։ Հա, բացի դա, բայց ամեն դեպքում Գյումրի այս ընտրությունները իրենք ունեցան բավականին լուրջ նաև քաղաքական բաղադրիչ։ Հիմա ձեր հարցը, երբ որ դուք տալիս եք ինչը բան արեց, ինչից էին, որ ինչը ազդեց, ինչը չներվեց, ես ասեմ ձեզ, Գյումրիում շատ կարևոր նշանակ, ինչի է ես սրա մասին ասում, որ շատ կարևոր է ովքեր են, այստեղ շատ կարևոր է, ես չեմ ուզում այսպես շատ ռոմանտիկ բան ասեմ, որ քաղաքական այնպիսի ընտրություններ էին, որ իշխանությունից այնքան դժգոհ էին բոլորը, որ քաղաքական որոշում էին ընդունել։ Ես կարծում եմ շատ կարևոր էր, որ այնտեղ բավականին ուժեղ տեխնացուներ էին դրված։ Այդ ցուցակների լիդերները, երբ թե հիմա դուք նայում եք, բոլոր այդ թվում նաև նրանք, ովքեր որ չանցան, յուրաքանչյուրը իր լուման ուներ։ Ես կարծում եմ շատ մեծ ազդեցություն process-ի վրա, քաղաքականացնելու վրա ունեցավ Ռուբեն Մխիթարյանի մասնակցությունը, որը որ ըստ էության ամեն ինչ արեց, որպեսզի քաղաքական լինի այդ ընտրությունը։ Մեծ ազդեցություն ունեցավ, որ ընտրությունը ունեցավ զգալի քաղաքական բաղադրիչ դա նույն Մայր Հայաստանի տեխնացուի Կարեն Սիմոնյանի ներկայացումն էր, Սուրեն Սուրենյանցի կուսակցության մասնակցությունը, ես կարծում եմ լուրջ քաղաքական ազդեցություն թողեց եւ ապրելու երկրի է, նրա համար եմ ասում, եւ անցածները եւ չանցածները, որոնք հիմնականում փորձում էին իհարկե համադրել իրար հետ եւ տեղական հարցերը, տեղական խնդիրների լուծումները, ծրագրերը եւ այլը եւ քաղաքականը փորձում էին համադրել, այսինքն փորձեցին այդ բանը գտնեն, այդ ոսկե միջինը կամ համադրությունը։ Այս առումով ես կարծում եմ իհարկե կար քաղաքականացված բաղադրիչ եւ պարզ է, որ իշխանություններից դժգոհությունը զգալիորեն մեծ է, առհասարակ Գյումրին միշտ ապրիորի համարվում է ընդդիմադիր իր տրամադրություններով, դա էլ է հասկանալի, որովհետև Գյումրին մանավանդ 88 թվականից հետո, երկրաշարժից հետո իրենք գտնում են, որ իրենց նկատմամբ ուշադրություն չի եղել պատշաճ մակարդակով եւ ավելին ուշադրություն իրենց նկատմամբ ավելին պետք է լինի, քան այլ տեղերը, այսինքն երկար ժամանակ եղել է նույնիսկ այսպես ասեմ դեպրեսիոն շրջան, այսինքն այնտեղ իշխանությունը միշտ էլ խնդիրներ ունեցել է բոլոր իշխանությունները, հիմա սրան ավելացել է նաեւ ակնհայտ ուժեղ քաղաքական
քաղաքական թիմերի արկայությունը, որոնք ուղղակիորեն այսպես քաղաքական պայքար էին տանում, եւ բացի դրանից ուժեղ անհատներ կային, որոնք Գյումրիում հաշվի առնելով այնտեղի առանձնահատկությունները, այսինքն Գյումրին դա ոչ միայն ավանդական, ինչպես ասում են, արվեստի, սպորտի, չգիտեմ, գիտության քաղաք է, վարպետների քաղաք եւ այլ, այլտեղ ուրիշ առանձնահատկություններ կան, այսինքն այդ քաղաքի տղա հասկացողությունը կա, այսինքն հիմա մենք այն ինչը որ մենք նստած հիմա սպասում ենք, ասում ենք ի վերջո ինչ է լինելու այս ամեն ինչը, ես կարծում եմ այդ քաղաքի տղա սենց ընդհանուր առմամբ ասած բանի դիֆերենցիալն է, հա, բանը ացանցիալն է այդ բանի, այսինքն այդտեղ կա անձնական փոխհարաբերություններ։ Քաղաքականությունը այստեղ ես այնուամենայնիվ կարծում եմ, այս հիմիկվա այս պաուզայի առայժմ սենց ասենք, էլի, պաուզայի բանը, հետքերը դա քաղաքական չեն ավելի շուտ։ Եվ ամեն դեպքում բանը, ես կարծում եմ դժգոհություններ, մեծ դժգոհություն, ինչպես եւ ամբողջ երկրում կա Գյումրիում, ավելին քան ամբողջ երկրում գուցե, բացի դրանից կային նորից եմ ասում ուժեղ նաեւ ոչ այնքան քաղաքական բան ունեցող, բաղադրիչ ունեցող տեխնացուներ, որոնք ունեն իրենց հստակ ընտրազանգվածը, կարգապահ ընտրազանգվածը, կառավարելի, վերահսկելի ընտրազանգվածը, որը կարելի էր, որը գալիս էր ընտրության իրենց տեխնացուին անպայման ընտրելու համար։ Այսինքն այդ բանն էլ է դա ցույց տալիս, այս մասնակցության բավականին բարձր ցուցան։ Իհարկե իշխանությունն էլ է շատ բերել։ Հիմա դժվար է ասել այս ավելի շատ աշխատեց ընդդիմության համար, այս տոկոսներ, այս մասնակցությունը, թե բան, որովհետև կարող է ավելի քիչ լինեին, հա, բայց ոչ իշխանական բերվածները էին ու ասենք սավի տոկոսներ ավելի բարձր լիներ։ Պարոն Հակոբյան, իսկ ինչպես Վիլեն Գաբրիելյանը ասաց իր հայտնի այդ հարցազրույցում, որ 26 թվականին էլ իշխանության չենք լինելու։ Դուք կարծում եք, որ սկսվել են իշխանության անկումների շղթան եւ 26 թվականին, եթե հերթական ընտրություններ լինեն, ԿՊ-ն այլևս իշխանություն չի լինի։ Գիտեք, դուք հիմա ասում եք, որ դուք ուզում եք, որ ես կանխատեսում անեմ, չէ, կանխատեսում, գիտեք, ես կարծում եմ, որ այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, ինչու եմ Գյումրի ասում, Փարաքեր չեմ ասում, որտեղ ընդ ավականի եւ այլը, այս մոդելն է, էլի, ինքը ինչ որ չափով գուցե առաջիկա համապետական ինչ որ պարլամենտական արտահերթ հերթական ընտրության մոդելի նման մի բան է, որովհետև այստեղ տեսեք տարբեր ուժեր էին, չէ, այսինքն եթե մենք համարենք, որ նույնիսկ բոլորը ընդդիմություն են, ես ոչ իշխանություն եմ ասում, լավ, տենց ասենք, որպեսզի բան չլինի, վիճելի բաներ չլինի, որովհետև իրար բան են անում, չէ, անվանում են, մեկը ասում է, չէ, ինքը ընդդիմություն չի, ոչ իշխանություն, ոչ իշխանականները ես կարծում եմ միևնույն է մի շարասյունով չեն գնալու։ Այսինքն քիչ հավանական է, որ ասենք նույն 26 թվին կամ 25 թվականի արտահայտ, եթե հնարավոր է ընտրություն անցկացնել, եթե այդպիսի բան լինի, մեկ շարասյունով չեն լինելու, էլի sense տարբեր շարասյուններ են լինելու, տարբեր քաղաքական ուժեր են լինելու եւ այսօրվա խորհրդարանական ուժերից կազմված եւ խորհրդանից դուրս եղած ուժերից կազմված ընդդիմադիր ոչ իշխանական ուժեր եւ Գյումրի ընտրությունները այս առումով գուցե մոդել են, որ ըստ էության կարելի է տարբեր շարասյուններով գնալ, հա, մրցակից լինել, բայց ունենալ նորմալ փոխհարաբերություններ իրար հետ, որպեսզի հետագայում կարողանալ պայմանավորվել, եթե ոչ կոալիցիայի շուրջ, բայց գոնե, այսպես ասենք, երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Հիմա 26 թվականին, երբ դուք ասում եք բանը կլինի իշխանափոխություն, թե չէ, եթե այս տենդենսը շարունակվի, իսկ այս տենդենսը, ես դրա մասին էի ասում, որ շատ վաղուց վանից այս տենդենսը արդեն արձանագրվում է, այդ Երևան քաղաքի ընտրություններ, մինչև այդ նոյեմբերյան եւ այլը, Ալավերդի, Վանաձոր, այս տենդենսը շարունակվի, շատ հնարավոր է, սա կարող է լինել։ Եվ մոտավորապես բանն էլ, մեթոդոլոգիան էլ իրար հետ աշխատելու, իրարից անջատ, բայց հետո հանուն մի ավելի կարևոր մեծ գաղափարի այդ բայի իրար հետ աշխատելու, իրար հետ համագործակցելու, նույնիսկ ինչ որ բաներ կուլ տալով, հա,
դա կարող է մոդել լինել այս առումով։ Ինչ վերաբերում է ձեր նշած անձնավորությանը Վիլեն Գաբրելյանին, որը որ այդպես է ասել, դե գիտեք, ես կարծում եմ իրենց մոտ տենց խոսակցություններ կարող են լինել ամեն դեպքում, ինչ ուզում եք ասեք մի բան է, ինչ են իրենք հրապարակային ասում, այն բանը, ասենց ինքնագող եւ այլը բան, իրանց այն օդիոզ ման առավել եւս այն ֆիգուրները, այն հայտնի մի քանի տենց մի 7-8 ծայրահեղ օդիոզ ֆիգուրներ կան էլի ընդհանրապես, որոնք այսպես ասենք, այն որ ասում են ստավկ են դրել են ու միջևերջ գնում են այնց բան։ Հա, սամուբանի պես են, կամիկաձեի պես են գնում, հա, այդ գնալու տեղ չունեն, այնտեղ կան մարդիկ, որոնք բան են, քիչ ավելի պակաս օդիոզ են, գուցե մի քիչ էլ ավելի adekvat են, եւ այն որ ասում է բանը, այն որ երեկոյան տուն են գնում, իրենց տնեցիների հետ նստում են, հա, մի քիչ էլ հաց են ուտում, կարող է մի բանը խմում են, բան են անում, անկեղծանում են շատ դեպքերում։ Ու ես կարծում եմ, այս մոտորապես այս տրամադրությունները, որոնք այդ օրը հնչեցվեցին, բնականաբար պատահմամբ, ես կարծում եմ, դա կարա լինի տենց բան։ Ես չեմ կարծում, որ դա եզակի տենց բաներ ալնում, եթե իրենց հետ բանը, իրենց մտերիմների խոսակցությունը իմանաք, դուք կիմանաք, որ ընդեղ էլ կան մարդիկ, որտեղ իրենց մտերիմներն էլ իրենց վատ են զգում, որտեղ որ ասենք իրենց այդ մտերիմները այս թիմի մեջ են, այս թիմի մեջ են, այս առումով։ Ես կարծում եմ կա տրամադրություն, որ իշխանափոխություն պետք է լինի, սոցիոլոգիական նույնիսկ հարցումները, որին մենք կարանք վերաբերվենք, հավատանք, չհավատանք, չգիտեմ, ինչ տոկոս բանով, ինչպես ասում են, հավանականությամբ, բայց այնուամենայնիվ բանը, այդ սոցիոլոգիական հարցումները իրենք տրամադրություններ են ցույց տալիս ավելի շատ։ Եկեք այսպես խոսենք, ոչ թե 100% շոտ տոկոսներ են ցույց տալի։ Հիմա ասում են, չէ, Գելլոպը ասաց 22% է լինելու, 36 եղավ, բան։ Հա, Գելլոպը առաջինը Հայաստանի հասարակությունը միշտ չի որ անկեղծ է։ Մենք այդպեսի հասարակություն ունենք, արևելյան հասարակությունները այդպես են, Հայաստանինը առավել եւս, այսինքն շարից փորձանքից հեռու, ինչա պետք ասել, այն էլ ասեմ կամ ամենալավ պատասխանը չեմ կողմնորոշվի, չեմ ասում, չգիտեմ, բան եւ այլն։ Դրա համար մի 70% մենք այդպես բան ենք ունենում, չգիտեմ, չեմ մանում, չեմ որոշե, չեմ ասի, այսինքն 70%։ Հա, ու երկրորդը, ասենք, գելոպ-մելոպները չեն կարա բան անեն, ասենք վարչական ռեսուրսի, ահռելի վարչական ռեսուրս է օգտագործվել, որովհետև պարզեր խաղադրույքները շատ մեծ էր Գյումրիի վրա։ Գյումրին սիմվոլ է։ Ի վերջո 18 թվականի իրենց հեղափոխության սիմվոլն է համարվում, հա, եւ անդիմությունն էլ էր դրա մասին ասում, չէ, որտեղից սկսել են այնտեղ կավարտեն եւ այլն, այսինքն ինքը շատ սկզբունքային լուրջ կռիվ էր գնում։ Հսկայական ռեսուրսներ, վարչական ռեսուրսներ, չգիտեմ, ինչ-որ տարբեր տեխնոլոգիաներով օգտագործելով, տեխնոլոգիա եւ նկատի ունեմ, տարբեր այնց նոր տեխնոլոգիաներ օգտագործելով շահագրգռելու մարդկանց։ Այսինքն մենք ընտրակաշարք բան հասկանում ենք ինչ է, հասկանում ենք, որ ոնց որ տեսել ենք, հա, 10,000 դրամ տալիս են, ցուցակը կազմում են, հետո կարևորը բանով են, այսպես ասենք, ռաֆով բերելներ։ Հա։ Հիմա դեք բանի դարում, տեխնոլոգիական դարում, երբ կան կրիպտոներ, օրինակ, երբ կան տարբեր էլեկտրոնային հարթակներ, բանկային համակարգներ, քարտային համակարգներ եւ այլն, շատ մեծ կրեատիվ պետք չի ունենալ, լավ մասնագետները իրենք կարան հուշեն, էլի, ընդհանրապես, եթե ինչ-որ մեկին ուզում ես շահագրգռես, ոնց կարելի անել առհասարակ, հա, բուկմեյքերական, չգիտեմ, բաներ, ոչ մի գլուխ մարդիկ ծախսեր ունեն, ամեն ինչը բանով չի լինում, էլի, ասենք 4 փողով չի, հա, օրինակ 1995 թվականին առաջի ընտրակաշարքը, որ ես ընդհանրապես տեսել էի, դա օրինակ բանը, ես զգուշյոնկա էր, երկու բանկա զգուշյոնկա են բերում այն ժամանակ, մի պարկ կարտոֆիլ, բան եւ այլն, ամեն ինչը բան ալում, հա, հիմա ուզում եմ ասեմ ամեն ինչը չի, որ սենց բանով է, քեշ փողով է, էլի։
Պենտեկալա մի հարցել էլի։ Այսա տեխնոլոգիաների մաս։ Այս պաուզան էլ այսպես ասենք, ինչպես դուք ասացիք, որ բոլորը սպասում են, թե ինչ կասի Մարտուն Գրիգորյանը, անկախ նրանից ինչ կպատասխանի, իհարկե եթե ընտրողների համար վատ պատասխան լինի, ընդդիմության համար ձայն տվածներին հիասթափությունը ավելի մեծ կլինի, բայց այս պաուզան արդյոք ընտրողի մոտ հիասթափությունը չի մեծացնում, որ հաջորդ ընտրություններում արդեն ինքը չուզենա մասնակցի եւ չքվեարկի հաշվի առնելով թե ոնց է ընդդիմությունը պահում իրեն։ Անշուշտ։ Դա ես կարծում եմ միանշանակ է, առհասարակ այս պաուզան ինքը, այս պաուզան ինչքան ձգվում է, ինքը ես կարծում եմ բավականին վատ ռեպուտացիոն ռիսկեր է պարունակում եւ կոնկրետ մարդկանց համար, եւ այն ուժերի կամ մարդկանց համար, ում հետ իրենց ասոցիացնում են այդ մարդկանց իրավացիորեն կամ ուռճացված, այսպես ասեմ։ Այս առումով ես կարծում եմ ոչ միայն լրջագույն առնվազն ռեպուտացիոն ռիսկ է, իսկ հաշվի առնելով որ առաջիկայում պետք է որ լինեն ինչ-որ ընտրություններ, անկախ նրանից դա բանի արդյունքում է լինելու այդ ընտրությունը, եթե արտահերթ եղավ զանգվածային փողոցային ուզում եմ ասեմ գործողությունների արդյունքում է լինելու, թե ընտրությունները